Փաշինյանն ասում է, որ վստահ է 2026 թվականին կստանա ժողովրդի բավական քվեն եւ կշարունակվի իր իշխանությունը, որովհետեւ իր իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա է օրգանիկ կապ։ Այդպես է, ձեր եւ ՔՊ իշխանության միջեւ օրգանիկ կապ նկատել եք։ Ոչ մի բանին էլ չենք հավատում։ Ինչ են անում։ Հիվանդայից մարդը 30 տարի ինչ են անում։ Ոչ նպաստաստանը, ոչ թոշակաստանը, ճով ապրի այս մարդը։ Իրանք մենակ իրանք կպականներով իրանք փող են տալի, իրանք թոշակ չեն ավեցնում, բան չունեն, ոչ բան չունեն, ինչ ունեն։ Դժգոհ եմ այս կառավարությունից։ Ակտի կապ չկա, ինչ կապ դիլի։ Որ կապել է ձևի սա, ինչ կա չկա, այդ թանկացնամա բանանով ժողովրդը լեցել փող չունի, ջեկամտահար կա, ինչա, սաղ ավելացնամա, դա ժողովրդին օգուտ է, ժողովրդը լեցել չունի, վնասները տալիս ասմա, հետ կերլիք ինչ անում ասմա, ժողովրդի անունից եմ անում, բայց ժողովրդը սաղ իրարացների դեմա, այսինքն ավոց ասած, իրա խելքով չշարժում, ինչ ասում են անում, էլի։ Որպես վարչապետ ես ինքը կաման քաշած մարդը, կյանքցած մարդը միամիտ մարդ չի, բայց իր քայլերը հեշտ վեկան չի, ասենք որ մի կերպ եմ օրվա հաց անեմ, ինչ կապս կա։ Առայժմ չեմ զգում, հետո կարող է։ Փաշինյանը զգում է, որ ինքը ժողովրդի կողմից հարգված չի։ Ժողովուրդը իրան չի հարգում։ Մի մասն է ժողովրդի Փաշինյանն է հարգում։ Իմանում եք։ Եվ դրա համար ժողովրդի հետ ուզում է շփվի, ուզում է սիրտակի ժողովրդի քարտիքը փոխի իր նկատմամբ։ Ես չէի ասի, որ նորից ինքը պետք է ընտրվի։ Միթե ժողովուրդը մենք, մեր ժողովուրդը չի տենում, որ Փաշինյանի աբյոմը լրիվ վերջացել է։ Նա ինչքան աբյոմ ուներ են ուղեղի մեջ, լրիվ օգտագործեց շատ բաներ Հայաստանի համար։ Ես չեմ ուրանում, բայց այլևս նրա աբյոմը պակասում է։ Դա չի ընտրվելու։